Փորձում էի ներկայացնել։ Հիմա երբ որ դուք խոսում եք, ես մտածում էի հետևյալը. Երևանի պետական համալսարանը պետք է սովորի օգտագործել սուպեր համակարգիչ։ Հասկանում եք։ Շատ պարզ բան է։ Երևանի պետական համալսարանը պետք է սովորի։ Եթե սովորական պայմաններում ուղղակի ասես Երևանի պետական համալսարանը պետք է սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն, կընկնեն հետևից։ Բայց ես շնորհակալ եմ այս դիտարկման համար, որովհետև ասցիք մի բան, որը որևէ առարկության չի կարող դիմանալ։ Երևանի պետական համալսարանը, այդ թվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, այդ թվում կառավարությունը պետք է սովորի կառավարել, օգտագործել սուպեր համակարգիչ։ Եվ ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ, ժողովուրդ ջան։ Մենք չենք ունեցել սուպեր համակարգիչ եւ պետքա սովորենք օգտագործել սուպեր համակարգիչ։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, ավելի լայն համատեքստում մի սուպեր համակարգիչը պետությունն է։ Եվ մենք ինչպես սուպեր համակարգիչ չենք ունեցել իր ստեղծման օրից մի քանի չգիտեմ, ինչ երբ է ստեղծվել, դա էլ չգիտենք երբ է ստեղծվել։ Նույն կերպ էլ հարյուրամյակներով պետություն չենք ունեցել։ Եվ պետությունը ավելի բարդ սուպեր համակարգիչ է, քան ամենաբարդ սուպեր համակարգիչը։ Եվ էս է մեր խնդրեմը, մենք չգիտենք դա օգտագործել։ Մենք սուպեր համակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորենք այդ սուպեր համակարգիչով։ Դա դրա համար չի նախատեսված։ Ստեղ է խնդրեմը, բայց այս խնդրեմը հասկանալու համար նախ պետք է հասկանալ այդ խնդրեմի գոյությունը։ Եվ ես ուզում եմ դրա մասին մենք ավելի շատ մտածենք։ Մտածում ենք, ես չեմ ասում չենք մտածում, մենք ըստ էության մեր աշխատանքային մանավանդ այս տարի, որ մենք սկսել ենք ֆորմատը նախարարությունների հաշվետվությունների բանը ֆորմատը փոխարինել ենք ռազմավարությունների կատարման ընթացքի հաշվետվությունների ֆորմատով, այս ուղղությունը, բայց ելի եմ ասում, այդ պետքա մենք մեզ խոստովանություն, այս խոստովանությունը մեզ անենք։ Բոլորս, բոլոր պաշտոնյաները, եթե մենք մեզ չասենք, որ մենք ինչ որ բան չգիտենք, եւ շատ բան չգիտենք, մենք բան չենք անի, չենք ապահովի առաջընթաց ու զարգացում։ Եվ իսկապես շատ արժեքավոր դիտարկում էր ու բարդ լուծելի ընդ որում։ Այդ բոլոր ստանդարտները, որ ասում եք, այդ լրիվ մեզ համար անծանոթ բան է։ Ամոթ բան չկա։ Եթե կան 1-2-3 կլինեն, իմիջիայլոց ոլորտում կլինեն մասնագետներ, 10 գուցե, հա, մաքսիմում 20, այդ մասնավոր հատվածում, որոնց պետքա խնդրենք, չամաչենք, ասենք ժողովուրդ ջան, մեզ դուք գոնե աշխարհ տեսած մարդիկ եք, դուք գոնե ինչ-որ բան գիտեք, եկեք օգնեք մեզ, եթե պետքա պայմանագիր կնքենք, այո, պետքա սովորենք նաև գիտելիքի համար մարդկանց վճարել, խորհրդատվության համար վճարել, բայց իմանալ ում եւ ինչի համար վճարել, որպես այս բոլոր ստանդարտները ունենանք, հակառակ դեպքում չենք ունենա։ Չնայած ենթադրում եմ, որ մեզ վաճառած ընկերությունը ինքը նաև զուգահեռ ծառայություններ առաջարկում է, բայց մեկը դա մեր սուպեր համակարգիչն է արդեն եւ մենք պետք է սովորենք դրանից ստանալ այն արդյունքը, որը ուզում ենք ստանալ։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, բայց ես մի հարց էլ ունեմ դռն բաց ռեժիմում քննարկելու։ Ես ուղղակի ուզում եմ մի նամակ ընթերցել, որը ստացել եմ քաղաքացուց, ում հետ այս մեր շրջանառության հարկի հետ կապված այն ամենաբուրըն օրերից ես անձամբ չեմ ճանաչում, էլեկտրոնային փոստով անդադ նամակագրության մեջ ենք եւ որոշ նամակներ հասցեագրել եւ վերահասցեագրել եմ, ուղղակի ես նամակը ուզում եմ ընթերցել ոչ մի բան նկատի չունենալով ու մեր խոստմանը համաձայն, որ մենք պետքա բան անենք, ուղեկցենք process-ը հասկանալու համար, թե իրենց ասած փաստարկներից որն է ճիշտ, մեր ասած փաստարկներից որն է ճիշտ, խոսքը վերաբերում է շրջանառության հարկի այն փոփոխությանը, որը մենք 2025 թվականի հունվարի 1-ից ներդրեցինք։
Հիմա ինչա գրում քաղաքացին։ Ազգանուն անունը չեմ կարդա, Մկրտումյան ազգանունով։ Հարգելի պարոն Փաշինյան, կրկին դիմում եմ ձեզ, որովհետև այլ կառույցներին ում ուղղել եմ հարցերս մնացել են անպատասխան։ Ավարտվեց 2025 թվականի առաջին եռամսյակը եւ ըստ օրենքի շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերերը մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն շրջանառության հարկի նոր ձև թիվ 286 հաշվետվությունը։ Ինչպես որ ներկայացնում էին ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանրային քննարկումների ժամանակ, որ այդ նոր ձևը լրացվելու է ինքնաշխատ, չի համապատասխանում իրականությանը։ Եթե մինչ այդ ինքնաշխատ ձևով լրացվում էին փաստաթղթով ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքները, ապա այժմ դա էլ չի լրացվում հաշվետվությունում, միայն ինքնաշխատ զրոներն են լրացվում։ Հարգելի պարոն Փաշինյան, հաշվետվություն լրացնելը մեծ դժվարություն չի ներկայացնում, եթե հարկային օրենսգրքի փոփոխություններում հստակ նշված լինեն այն ծախսերը, որոնք պետք է ներառվեն շրջանառության հարկ վճարողի մոտ։ Դժվարությունը կայանում է նրանում, որ ՊԵԿ ներկայացուցիչի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչի մեկնաբանությունները այդ ծախսերի վերաբերյալ տարբեր են, եւ հաշվետվության ինքնաշխատ չլրացման դեպքում դժվար կլինի հարկային տեսուչին ապացուցել հաշվարկված եւ վճարված հարկի ճշգրտությունը։ Հարգելի պարոն Փաշինյան, խնդրում եմ ձեզ հանձնարարել ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության կողմից հստակ տալ պարզաբանում, թե վերջապես առևտրական գործունեությամբ զբաղվող ԱՁ-ի իրացման ծախսերի մեջ ներառվում են արդյոք առաջին առևտրի կենտրոնում վարձակալված տարածքի վարձավճարը, որտեղ իրականացվում է առևտուրը, երկրորդ գանձապահ խորհրդատուի աշխատավարձը, ով իրականացնում է ապրանքի վաճառքը, իրացումը, երրորդ պոստտերմինալով անկանխիկ վաճառքի դեպքում վաճառված, իրացված ապրանքի գնից բանկի կողմից գանձվող 1,8-2,5% միջնորդավճարը։ Եթե հաշվետվությունը չի լրացվելու ինքնաշխատ, ապա միայն հարցերի պատասխանների հստակ պարզաբանման դեպքում ԱԾ-ն կարող է ճիշտ լրացնել եւ հաշվարկել իր հարկը եւ հետագայում խնդիրներ չունենալ հարկային տեսուչների հետ ստուգումների ժամանակ։ Հարգանքով Մկրտումյան։ Հարգելի գործընկերներ, ես այս ընթերցեցի, որովհետեւ վերահասցրագրել էի խնդրելով տալ այս նամակի պատասխանը, այսօր առավոտվա դրությամբ այդ պատասխանը չեմ ստացել։ Խնդրում եմ մինչև կառավարության հաջորդ նիստը պատասխանը ձևակերպել, որպեսզի ես նույն ձևաչափով քաղաքացու պատասխանը հրապարակեմ։ Հաջորդ կառավարության նիստին։ Սրա հետ կապված է, չէ՞ մի րոպե էլ սպասեք։ Պարզա խնդիրը ֆինանսների նախարարության եւ այսինքն էլի կարճ կոնկրետ նույն հստակությամբ պատասխանում ենք, ես որ պատասխանը կարդամ կառավարության նիստի վերջում։ Համեցեք, պարոն Մկրտչյան։ Պարոն վարչապետ, օրակարգի չձեկուցվող 30-րդ հարցի հետ կապված տեխնիկական խմբագրման անհրաժեշտություն կա, խնդրեմ մինչև ստորագրել դա անենք, նոր ստորագրենք։ Շատ լավ, այս լավատեսական նոտայով էլ ավարտենք կառավարության նիստը։ Շնորհակալություն։